Բարև ձեզ։ Ինչպես ասացի, արևը ավելի շատ սիրենք, քան թե ամպերը։ Այսինքն մենք մեր կյանքում պետք է թույլ չտանք այն մարդիկ, ովքեր որ վատ նորություններով են հանդես գալիս, մեզ շփվում են միայն այն ժամանակ, երբ որ իրենք են վատ, եւ նրանք, ովքեր որ միայն ուզում են քո արևը վերցնել, թույլ մի տվեք տենց մարդկանց շփվել ձեզ հետ։ Դուք շփվեք այն մարդկանց հետ, ովքեր ձեզ տալիս են բարձր տրամադրություն, տալիս են բարձր էներգիա եւ երբեք այնպիսի բաներ չեն ասում, որ դուք մի ամբողջ օր մտածեք, որ այս մարդը այսինչ վատ նորություն ասեց, մի հատ լավ նորություն այս մարդկանցից չես լսի։ Դա համ ձեզ է վնաս, դա համ իրեն է վնաս, ինքը չի հասկանում, որ ինքը բացականը տալով, ոչ միայն հաղորդում է ձեզ բացականը, այլև դուք դա իրենց ուղեղի բացականն է հաղորդում։ Այսինքն այդ մարդը այնքան բացական է, որ նա ուղղակի չի կարող ձեզ ինչ-որ մի լավ նորություն ասել։ Այդպիսի մարդիկ կարող են զանգահարել եւ այնպիսի նորություններ ասել, որ միայն կախված է մարդկանց վատ տեսքի հետ։ Այսինքն, այնպիսի եղանակներ են ստեղծում, որ ասում ես, այս մարդը մի անգամ չկարողացավ ինչ-որ մի հատ լավ եղանակի մասին խոսել, էլի։ Այսպիսի մարդիկ զանգելու են ասել, այս մեկը մեռավ, այն մեկը հարություն առավ, եւ այլն եւ այլն, այնպիսի բաներ, ոնց որ հենց միտումնավոր այնպիսի բաներ ասեն, որ դու ոչ թե լավ տրամադրություն ունենաս, այլև խորանաս, այս մեկը ինչի մեռավ, այս մեկը ինչի սենց եղավ։ Այ մարդ դուք չեք կարողանում մի հատ նորմալնի արևոտ եղանակ հաղորդել։ Եթե չեք կարողանում, ուրեմն դուք ձեր մեջ պահեք, էլի, մեր հետ մի շփվեք, այն մարդիկ, ովքեր որ միայն ուզում են բացականը հաղորդել, թող չշփվեն մեզ հետ։ Օրինակ ես, ինչ էլ պատահի, թեկուզ լինի իմ երեխաների դպրոցում, թե լինի ուր ուզում է, եթե մի վատ բան է լինում, ես չեմ զանգահարում տվյալ մարդկանց ու ասում, գիտեք ինչ, այսօր այս ինչ մարդը մահացավ, գիտեք ինչ, այսօր սենց, այսօր նենց, ես ձգտում եմ արևը փոխանցեմ։ Ձգտեք արև տալ, էլի, եթե չեք կարողանում արևը տալ, ուրեմն մի շփվեք ինձ հետ, ես չեմ սիրում այդպիսի մարդկանց։ Մի անգամ չեղավ, որ նրանք շփվեն ինչ-որ մի լավ տրամադրություն հաղորդել, անդադ լացում են, արցունքոտվում, անձրև են անդադ եւ ասում ես, այ մարդ լավ, սրանց մոտ մի հատ արև չկա, ասենք, որ նայում ես, վատ էլ չեն ապրում, էլի։ Նեուժելի մի հատ արև չկա իրանց մոտ, միշտ լացն է իրենց մոտ։ Իսկ մարդ կա ոչինչ չունի եւ չգիտի անգամ լացելն ինչ է։ Այնքան գոհ է Աստծուց, որ անգամ չի փոխանցում բացականը, նրա էներգիան լրիվ ջերմություն է, որ մեկի հետ շփվում է, ջերմություն է փոխանցում միայն։ Ասելս ինչ է, ուրեմն շփվեք այն մարդկանց հետ, ովքեր որ ձեզ բացականը չեն հաղորդի, կհաղորդեն միայն դրականը, լավ բաներ, լավ նորություններ, թեկուզ ինչքան էլ վատ նորություններ լինի, այո, լինում են մարդիկ, որ մահանում են եւ այլն, բայց դե պետք չէ էլի ամեն անգամ զանգելուց հետո մի վատ բան ասել։ Չեմ անում, միտումնավոր են այսպիսի մարդիկ անում, թե ոչ։ Մի խոսքով շփվեք լավ մարդկանց հետ, որովհետև դա ձեզ վատ բաների է բերելու։ Եթե դուք շփվեք այն մարդկանց հետ, ովքեր անդադ լացում են, ձեզ ուզում են, անդադ շեղեն, այս մեկը սենց եղավ, մեկը նենց եղավ, դա նշանակում է հենց միտումնավոր են անում, որպեսզի ձեզ շեղեն։ Մի խոսքով սիրեք արևը, գնացեք այն մարդկանց մոտ, ովքեր որ ձեզ արև կհաղորդեն, իսկ այն մարդիկ, ովքեր որ միայն անձրևներ են, միայն ամպեր են եւ այլն, այդպիսի մարդկանց հետ շփումները կատեգորիչեսկի արգելեք, որովհետև դա եւ ձեզ է վնաս եւ իրենց։
ավելի շատ հենց իրենց, որտեվ իրանք չեն հասկանում, որ բացականը չի կարելի մարդկանց փոխանցել, ինչևից է ինչ լինում է այնպես լինի, որ մեզ ի վնաս չլինի, էլի։ Մի խոսքով լավ մարդկանց հետ շփվեք, խորհուրդս ձեզ, այն մարդկանց, ովքեր որ իրոք արև են փոխանցում եւ ոչ լացում են, ոչ բացական են փոխանցում, թե չէ մարդիկ կա էլի եմ ասում ամեն ինչ ունեն, բայց միայն լաց ես լսում ու հենց ես ներվայնանում, ասում ես այ մարդ բաց սրանց մոտ մի հատ գոնե արև չկա, դե այսպիսի մարդիկ հենց այդպիսինն են, հենց իրենք ամպեն եւ անձրև, նրանք չեն կարող ինչ որ լավ բան փոխանցել, լավ մնացեք եւ լավ մարդկանց հետ, ավելի շատ շփվեք լավ մարդկանց հետ, այսպիսի մարդիկ ձեզ միայն ու միայն կտանեն դեպի չգիտես որ աշխարհ, իսկ ձեր աշխարհը լի է արևով, ստեղծագործություններով եւ այլն, դուք շփվեք լավերի հետ, իսկ վատերը թող հենց իրենց վատի մեջ էլ մնան ու չհասկանան այդպես էլ, որ վատը փոխանցելով լավ մարդ չեն դառնա։